Տեղեկատվական պատերազմները ժամանակակից հասարակական քաղաքական հարաբերություններում մեծ նշանակություն են ձեռք բերել։ Դրանք հնարավոր բոլոր ձևերով հասարակական կարծիքի ձևավորման վրա ազդելու նպատակ են հետապնդում։ Տեղեկատվական պատերազմները լայն կիրառություն ունեն ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ ժամանակահատվածում։ Հայ ժողովուրդը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գտնվում է մշտական ինֆորմացիոն պատերազմների մեջ։ Այդ իրավիճակը պայմանավորված է ինչպես պատմական անցյալով, այնպես էլ աշխարհաքաղաքական ուղղվածությամբ։ Ընդդեմ իրավական կամայականությունների հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Ադրբեջանից եկող ինֆորմացիոն հոսքին, նկատում է, որ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմում դիվիդենտներ հավաքելու առիթը երբեք բաց չի թողնում։ Ես ադրբեջանական որոշ կայքեր եմ նայում եւ այնտեղ գրած է, որ ադրբեջանական սահմանամերձ գյուղերում պատ է կառուցվում, որովհետեւ Հայաստանը ռմբակոծում է այդ գյուղերը։ Ադրբեջանն իր իսկ ժողովրդի արյան գնով փորձում է աշխարհի աչքերին թոս փչել։ Ղարաբաղյան պատերազմի տարիներից սկսած, երբ Ադրբեջանը ԼՂՀ-ի կողմից ստեղծված մարդասիրական միջանցքով անցնող իր իսկ ժողովրդի վրա կրակ բացելով ու սպանելով փորձեց այդ ամենը միջազգային հանրությանը ցույց տալ իրեն հարմար գույներով, արդեն պարզ դարձավ, որ այս երկրում մարդն ամենևին էլ կարևոր տեղում չէ։ Նման դեպքերը այսօր նույնպես կրկնվում են։ Լարիսա Ալավերդյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի նման պետության դեպքում չնչին փաստերի վրա անգամ պետք է ուշադրություն դարձնել, քանի որ ոչ ստույգ փաստերը նրանք հետո ներկայացնում են որպես իրականում տեղի ունեցած, որպես իրողություն։ Պարտադիր անգամ բնույթ չունեցող փաստաթղթերը հետագայում դառնում են իրավունքի աղբյուրներից մեկը։ Ինֆորմացիոն օպերացիաներն ուղղված են ռազմական գործողությունների աջակցությանը եւ կախված են նրանց հաջող կամ անհաջող իրականացումից։ Ադրբեջանը ցավոք մինչ օրս ինֆորմացիոն պատերազմը իրականացնում է անգամ մարդկային կորուստների հաշվին։ Սուրեն Արենց, Վահե Եղազարյան, ժամը լրատվական։